Արդյոք զատիկը ներկված հավկիթների, զարդարված սեղանի կամ նապաստակի մասին է։ Իհարկե ոչ։ Զատիկը հարության հաղթանակն է, քրիստոնյայի կյանքի ամենամեծ հույսը։ Քրիստոսի արյան միջոցով մեղքից եւ մահից զատված լինելու հնարավորությունն է, որը մարդկության պատմության մեջ լինող ամենահզոր հաղթանակն է։ Մինչ մարդը կհասցներ ամբողջությամբ ընկալել իր անկման ողբերգությունը, Աստված արդեն ուներ փրկության ծրագիրը։ Եդեմի պարտեզում, երբ մարդը մեղանչեց եւ մեղքը մտավ աշխարհ, թվում էր ամեն ինչ կորած է, բայց հենց այդ նույն պահին Աստված հնչեցրեց առաջին հույսի խոստումը։ Ծննդոց 3:15-ում գրված է. «Եվ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև, և նա պիտի ջախջախի քո գլուխը»։ Սա պարզապես խոսք չէր, սա մարգարեություն էր, սա խնդրի լուծումն էր։ Հենց նույն պահին, երբ մարդը մեղք գործեց, Աստված արդեն ուներ դրա լուծումը, ով Հիսուսն էր։ Աստված խոստացավ, որ գալու է մեկը, ով պիտի հաղթի օձին, մեղքին և սատանայի իշխանությանը։ Անցան դարեր, փոխվեցին սերունդներ, բայց Աստված չմոռացավ իր խոստումը։ 5 տակարանի ամբողջ պատմությունը լցված էր սպասումով։ Մարգարեները խոսում էին նրա մասին։ Քրիստոսի ծնունդից շատ տարիներ առաջ Եսայիա մարգարեն մարգարեանում է. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի»։ Եսայիա 9:6-ում ասում է. «Քեզ համար մի մանուկ ծնվեց, և նրա անունը պիտի կոչվի խաղաղության իշխան»։ Եվ ահա ժամանակի լրումին տեղի ունեցավ այն, ինչ Աստված վաղուց էր ծրագրել։ Ծնվեց Հիսուս Քրիստոսը։ Ոչ թե պարզապես մարդ, այլ Աստված, որ մարդացավ։ Հովանու 1-ի գլխում ասվում է. «Բանն Աստված էր, և բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»։ Նա եկավ ոչ թե պարզապես ուսուցանելու, այլ փրկելու։ Նա եկավ ոչ թե երկրի վրա թագավորելու, այլ խաչվելու և մեռնելու մեր փոխարեն։ Եբրայեցիս 9:22-ում ասվում է. «Առանց արյան թափման թողություն չկա»։ Եվ այդ պատճառով դարեր շարունակ Իսրայելի ժողովուրդը ամեն տարի կենդանիներ էին մորթում և իրենց մեղքերի համար զոհ մատուցում, որը կարող էր իրենց մեղքերը ծածկել ընդամենը 1 տարով։ Հռոմեացիս 6:23-ում ասվում է. «Մեղքի վարձքը մահ է, և մարդը իր մեղքերի պատճառով կանգնած էր հավիտենական դատաստանի առաջ։ Սակայն Հիսուս Քրիստոսը այնքան սիրեց մեզ, որ հոժարակամ եկավ, որպեսզի մշտնջենական զոհ դառնար»։ Հովաննում 1:7-ում ասվում է. «Նրա որդու Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից»։ Հիսուս Քրիստոսը խաչվելով վերցրեց մեր մեղքերը իր վրա։ Նա կրեց այն պատիժը, որ մենք պիտի կրեինք, և իր սուրբ արյան միջոցով բացեց փրկության ճանապարհը։ Քրիստոսը խաչվեց, մահացավ, դրվեց գերեզմանում, բայց չմնաց գերեզմանում։ Երրորդ օրը նա մեռելներից հարություն առավ, հաղթելով դժոխքը, մեղքը և մահը, և հռչակեց. «Ես եմ հարությունն ու կյանքը, ով հավատում է ինձ, թեև մեռնի, պիտի ապրի»։ Սա է այն հաղթանակը, որ սկսվեց Եդեմում տրված խոստումով և կատարվեց խաչի վրա։ Զատիկը միայն Քրիստոսի հարությունը չէ, այն մեր հաղթանակն է մեղքի վրա, մեր ազատությունն է մահից, մեր հույսն է հավիտենական կյանքի համար։ Սակայն ցավով պետք է ասեմ, որ այսօր շատերս ավելի շատ սիրում ենք զատիկի տոնը, քան Քրիստոսի հարությունը։ Չենք մոռանում հավկիթներ ներկելը, սեղաններ զարդարելը, խոտ աճեցնելը, բայց մոռանում ենք Հիսուսին, մեր առօրյայից դուրս թողնելով նրան, ապրելով այս կարգախոսով. «Հիսուս, դու քո ճանապարհով, ես իմ»։ Չենք ամաչում ավանդույթներից ու ծեսերից, բայց ամաչում ենք նրա անունից։ Ժամանակ ունենք տոնական պատրաստությունների, ճոխ կենացների, բայց ժամանակ չունենք աղոթելու։ Մենք բացում ենք ճոխ սեղանները, բայց չենք բացում Աստվածաշունչը։ Բայց զատիկի իրական խորհուրդը ոչ թե ներկված ձուն է, այլ դատարկ գերեզմանը։ Ոչ թե տոնական սեղանն է, այլ խաչը։ Ոչ թե ավանդույթն է, այլ կենդանի հավատքը։ Փրկությունը երբեք չի եղել արարողությունների մեջ, այն միշտ եղել է ապաշխարող սրտի մեջ։ Ի վերջո Հիսուսը հարություն առավ մեռելներից ոչ թե նրա համար, որ մենք պարզապես գունավոր հավկիթներ ներկենք, այլ որ մեր ապաշխարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեր։ Եվ հարց. եթե չենք ապաշխարում, չենք ընդունում Հիսուսին Տեր ու Փրկիչ և չենք ապրում նրա կամքով, ապա ի՞նչն ենք տոնում և ինչի վրա ենք ուրախանում։ Այն, որ Հիսուսը մեր փոխարեն արյուն թափեց, բայց մենք համառորեն շարունակում ենք մերժել նրան։ Սիրելիներ, եկեք մտածենք. մեր կյանքում քանի զատիկ ենք նշել, քանի անգամ ենք նստել տոնական սեղանի շուրջ, բայց այլ հարց. քանի անգամ ենք ծնկի եկել Աստծո առաջ և ասել. «Տեր, ես մեղավոր եմ, ներիր իմ մեղքերը
եւ փրկիր ինձ։ Եթե մինչ այժմ նման աղոթք չես արել, ապա այսօրը քո օրն է։ Ներողություն խնդրիր Տիրոջից քո մեղքերի համար եւ ընդունիր Հիսուսին քո կյանքի Տեր ու Փրկիչ։ Եվ այդ դեպքում հարության տոնը քեզ համար իրական իմաստ կստանա։ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, որպեսզի մենք չմնանք նույնը։ Նա դուրս եկավ գերեզմանից, որպեսզի մենք դուրս գանք մեր մեղքի կապանքներից։ Զատիկը միայն պատմություն չէ, դա ներկա իրականություն է, դա մեր հաղթանակն է մեղքի վրա, դա մեր ազատությունն է մահից, դա մեր հույսն է հավիտենական կյանքի համար։ Ուրեմն եկեք ապաշխարությամբ գանք Տիրոջ առաջ եւ միասին հռչակենք աշխարհի ամենահզոր եւ հաղթական լուրը. Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։